Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ տիտղոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել էինք թաքցնել, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, ներգրպաններով, լիովին դատարկ։ Մեր լուսանկարները պահվում են որևէ դարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել, մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի գրել, ամենահավատարիմ ժառանգորդը գլխացավ է ստանում գույքագրման դատարկ սերքերով ենք հեռանում, մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել, մեր անձնագրերը մնում էին ինչ-որ տարածքում, մեր լուսանկարը, որը ժամանակի ընթացքում մարեն է, մնում է ամենուրեք, ով կգշի թե դա բլի վրա գտնվող առանձնատունը, թե սրբի պատկերը, որը մաքրվում է խոհանոցի լվացարանի մոտ, թե դա ժանգոտած տապակը, թե դա գարնանային կաթսան, ժառանգները կքրվեն ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք, բացի մեզանից, մեկ ժառանգորդ Սևան է վերցում, մյուսն ասում է, ես կպահեմ մեքենան, ես օգտարը հայքի մասին, նախքան նրա մահեր։ Ժառանգները արդեն կռվում են հյուրասենյակում, նեհու վարկավորությունից առաջ նրա կացես գիշատի չագրավներ լինեն, որոնք նույնիսկ մեր հոտը զգում են դահլիճում։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում ենք սառնորայն, մենք նույնիսկ չենք վերցում մեր անձնագրերը, մենք թողնում ենք բանալիները, մենք թողնում ենք
մենք նույնիսկ չենք վերցնում մեր արզնակները անկախ նրանից, թե դա մեծ պալատ է անկախ նրանից, թե դա փոքրիկ խրճիթ է Ժառանգները կկռվեն ամեն ինչի համար Հաշտեցում չկա, նրանք ուզում են իրենց բաժիրել Նրանք ուզում են ամեն ինչի Նրանք կկռվեն մեր հին կոշիկների համար Նրանք կկռվեն մեր կահույքի համար Նրանք կկռվեն ամեն ինչի